Բարև բոլորին, ես Կարինկան եմ, ու այս վիդեոյում ուզում եմ ձեզ ցույց տալ իմ ֆավորիտ պրոդուկտները, որի մեջ ներառել է մարմնի խնամք, մաշկի խնամք, կոսմետիկա եւ նաեւ մազերի խնամք։ Հուսով եմ հետաքրքիր կլինի, եկեք սկսենք։ Ասեմ, որ վիդեոյում առանձնացրել եմ այս վերջին մի քանի ամսվա ֆավորիտ դարձած պրոդուկտները, ու ուզում եմ այս անգամ սկսենք մազերի խնամքից։ Նախ ասեմ, որ ես առանձին մեծ վիդեո ունեմ մազերի խնամքի, կարող եք իմ էջում գտնել, քանի որ ես մազերիս հետ շատ էքսպերիմենտներ եմ արել, մազերիս խնամքին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում։ Այնտեղ խոսում եմ շամպունների եւ այլնի մասին։ Հիմա առանձնացրել եմ երկու դիմակ, որոնք որ դարձել են իմ ֆավորիտը։ Առաջին մազերի դիմակի մասին, որ ուզում եմ խոսել, դա Londa-ի Fiber Fusion մազերի դիմակն է, որը նախատեսված է վնասված մազերի համար։ Դիմակը շատ լավ վերականգնում է մազերը, բայց իմ կարծիքով, եթե մազերը ասենց ասած անմխիթարելի վիճակում են, շատ չոր են, ճյուղավորված են, ավելի լավ է մազերը մի փոքր տակերից թարմացնել, կտրել։ Ես այս մասկան օգտագործելուց հետո ֆենով սենց ուղղակի պահում եմ մազերս ու մազերս արդեն ուղիղ։ Մի խոսքով այս մասկայից հետո մազերը ստանում են սենց շոլկի էֆեկտ ու ասեմ, որ դիմակը ունի շատ լավ հոտ։ Ես անպայման դիմակի արտիկուլը թողնելու եմ նկարագրության բաժնում եւ բոլոր պրոդուկտների, որ հիմա կներկայացնեմ, որոնք որ ունեն արտիկուլներ, անպայման կթողնեմ նկարագրության բաժնում։ Հաջորդ մազերի դիմակը, որ առանձնացրել եմ, ես իրականում այս դիմակը այս վերջերս ստացել եմ նվեր, Պուջուրի տարբերակն եմ ստացել նվեր, երեք օգտագործել եմ ու մի հատ խնդրում եմ նայեք իմ մազերի փայլը։ Դիմակը կերաստասից է, այսպես ցույց տամ ձեզ, կոչվում է Hydra Glaze Hair Mask, այստեղ նշվում է, որ իր մեջ կա վայրի վարդի յուղ, նաև կա գիալուրոնովոյի կիսլատա, այդ հայերեն չեմ էլ փորձելու ասեմ, դիմակը եւս ունի շատ լավ հոտ, ասենց մի տեսակ սուր ծաղկային օծանելիքի հոտ է գալիս, որը բավականին երկար մնում է մազերին, ասեմ։ Կերաստասի բոլոր պրոդուկտները, եթե չեմ սխալվում, կարելի է ձեռք բերել Sephora-ից, կարելի է on-line Sephora-ից պատվիրել։ Ես հաստատ ավելի մեծ տարբերակը կպատվիրեմ, երբ որ սա օգտագործեմ, վերջացնեմ։ Դիմակը ներկայացնելուց չասեցի, որ ինքը նաև ոչ միայն նախատեսված է չոր վնասված մազերի համար, այլ ինքը առհասարակ նախատեսված է ասենց մի տեսակ պուշիստի մազերի համար, ինքը ասենց գլոս էֆեկտ է տալիս մազերին, ինչպես տեսնում եք, ասենց հարթ կերատին արած մազերի էֆեկտ է ստանում։ Մազերի հաջորդ իմ ֆավորիտ պրոդուկտը դա Batiste-ի 4 շամպունն է։ Ես առհասարակ մազերս լվանում եմ 2 օրը մեկ անգամ, այսինքն ամեն երկրորդ օրը լվանում եմ մազերս, որովհետև ունեմ նորմալից դեպի յուղոտ գնացող գլխամաշկ ու համարյա թե ամեն երկրորդ օրը եթե կարիք կա, օգտագործում եմ 4 շամպուն, բայց ես այդքան էլ լավ չեմ անում, 4 շամպուն չի կարելի շատ օգտագործել, նամանավանդ եթե ունեք 4 գլխամաշկ, որովհետև ինքը բավականին չորացնում է գլխամաշկը։ Եթե ունեք 4 գլխամաշկ, խորհուրդ կտամ հեռու մնաք 4 շամպուններից եւ ես ձեզ նախանձում եմ, եթե դուք ունեք 4 գլխամաշկ ու ձեր մազերը շատ երկար մաքուր են մնում։ Batiste-ի այս 4 շամպունը ես գնում եմ սա սուպերմարկետներից եւ ես անպայման գնում եմ Brunette 4 շամպունը, եթե սովորականը գնեք, ինքը սպիտակ հետ կա թողալու ձեր մազերին, եթե դուք ունեք մուգ մազեր։ Դրա համար, եթե մուգ մազեր ունեք, անպայման գնեք Brunette տարբերակ։ Հաջորդ երկու պրոդուկտները, որ ձեզ հետ ուզում եմ կիսվել, երկուսն էլ յուղեր են, մեկը արգանի յուղ է, իսկ մյուսը կոկոսի յուղ է։ Այս կոկոսի յուղը ես ինձ հետ բերել եմ Եգիպտոսից, բայց կոկոսի յուղ բոլոր սուպերմարկետներում կա, եթե չեմ սխալվում, բոլոր դեղատներում էլ կա, նույնն էլ արգանի յուղի մասին, արգանի յուղ նաև Wildberries-ում կա։ Wildberries-ում որ գրեք մասլա արգանի, այնտեղ բազմաթիվ տարբերակներ է ձեզ բերում։ Ինձ մոտ ինչ որ պյուրե տենց է կոչվում բրենդը, այդ բրենդից է։ Ես կոկոսի եւ արգանի յուղը օգտագործում եմ միայն մազերի երկարությանը։ Կոկոսի ու արգանի յուղը չեմ օգտագործում մազարմատներին, բայց ես ինչքան գիտեմ, արգանի յուղը կարելի է նաեւ մազարմատներին օգտագործել, ինչը չի ասի կոկոսի յուղի հետ, քանի որ կոկոսի յուղը խցանում է մազարմատները ու կարող եք հակառակ էֆեկտ ստանալ։ Ես նաեւ օգտագործում եմ ռոզմարինի յուղ, հիմա իմ ռոզմարինի յուղը վերջացել է, բայց ասեմ, որ օգտագործում եմ Compliment, ոնց որ Compliment էր, հա։ Compliment բրենդի ռոզմարինի յուղը, դա եւս կարող եք ձեռք բերել Wildberries-ից, որ էլի պոիսկ տակ Compliment մասլա ռոզմարինը կբերի։ Մազերիս յուղ քսելուց հետո մոտավորապես 1-1.5 ժամ սպասում եմ ու հետո լվանում եմ մազերս։ Երկու յուղն էլ շատ լավ խորը, սենց
սնուցում են մազերը, խոնավեցնում են մազերը, մազերին շատ սիրուն փայլ են տալիս։ Ես յուղեր օգտագործում եմ շաբաթական 1-ից 2 անգամ։ Հիմա շատ լուրջ sense զբաղվում եմ մազերիս խնամքով, որովհետև ուզում եմ մազերս երկարացնեմ ու ուզում եմ sense առողջ փարթամ մազեր ունենալ։ Մազերի խնամքից այսքանով կուզեի ձեզ հետ կիսվել։ Այս վերջին մի քանի ամսվա ընթացքում իմ ֆավորիտ պրոդուկտները ու այն պրոդուկտները, որոնք իմ համար կարևոր էին, այսքանն էին։ Եկեք անցնենք արդեն մարմնի խնամքին։ Ես իրականում ունեմ խնդիր, մաշկային խնդիր, սագամաշկ են դրան ասում, այստեղ նկարները կդնեմ, որ հասկանաք ինչի մասին եմ խոսում։ Այդ խնդիրը ես կարծում եմ բավականին տարածված է։ Ես միայն ունեմ իրականում թևերիս այս հատվածում ու մի թևից ավելի շատ ունեմ, մյուս թևից ընդհանրապես չունեմ ու ինքը ավելի շատ ակտիվանում է ինձ մոտ ցուրտ եղանակին, ձմեռվա եղանակին, կարծում եմ ինչ որ չոր եղանակ վայելեն, որ ներսում որ ջեռուցում է միացրած լինում, դրանից դեռ շատ չորանում է մաշկը, կարծում եմ դրա հաշվին ավելի է շատանում ու ցուրտ եղանակից էլ է շատանում։ Ամռանը, երբ որ ես մի փոքր արևայրուք եմ ընդունում, լրիվ անցնում է։ Սենց մի հատ կետ դաժե չկա թևերիս վրա, լրիվ անցնում է, չեմ հասկանում, դա ոնց է աշխատում, ինչ հրաշքով է աշխատում։ Իմ միակ փորձած պրոդուկտը, որ ինձ օգնել է, դա La Roche-Posay-ի այս մարմնի կրեմն է։ Մաչիվինայով է 10%, այդ չգիտեմ հայերեն ոնց է, բայց այս կրեմը ես խորհուրդ չէի տա ամեն օր օգտագործել, քանի որ ինքը կարա էլ ավելի գրգռի մաշկը սխալ օգտագործման դեպքում։ Կարելի է սկսել շաբաթական 2-ից 3 անգամից, իսկ հետո, երբ որ մաշկը արդեն, այսպես ասած, սովորի, կարելի է շարունակել ու անել ամեն օր։ Ասեմ, որ ինքը ընդհանրապես հոտ չունի, ինքը ավելի շատ sense բուժող կրեմ է։ Ես սա շատ եմ սիրում, պատվիրել եմ կրկին Wildberries-ից, անպայման օրիգինալ, խնդրում եմ չհարցնեք օրիգինալ թե չէ, ես ոչ օրիգինալ ոչինչ չեմ օգտագործում, մանավանդ կոսմետիկա ու նամանավանդ խնամք ու ձեզ խորհուրդ չեմ տալիս։ Հաջորդ մարմնի կրեմը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, դա The Body Shop-ի այս մարմնի յոգուրտներն են։ Սա ունի շատ թեթև տեքստուրա, ինքը sense խիտ կրեմ չի, մի րոպե ձեզ ցույց տամ, ինքը ինչ ձևի է։ Այսինքն տեքստուրա ունի ու ինքը շատ թեթև Եղեք մեր պատշգամբում ինչ-որ ուրիշի պատշգամբից գնդակներ են ընկել, սենց պուճուր, այդ գնդակը սենց գլորվեց, վախեցա։ Նախ ասեմ, որ ես իրան իրա հոտի համար եմ առաջինը վերցրել, ես ունեի սրա ավոկադոյի հոտովը, դա էլ եմ սիրում, բայց այս մանգոյի հոտովը ավելի շատ եմ սիրում, առհասարակ ես մանգոյի հոտով ամեն ինչ սիրում եմ, եւ օծանելիքներ, եւ մանգո եմ սիրում, մենակ մանգոյի սոկ չեմ սիրում։ Հոտը շատ լավն է, չեմ կարող ասել, որ ինքը շատ երկար է պահպանվում մաշկի վրա, բայց մի բանում համոզված եմ, որ ինքը շատ խորը խոնավեցնում է մաշկը ու մաշկին տալիս է sense մի տեսակ glowy փայլուն էֆեկտ, եթե ունեք չոր մաշկ, անպայման սրան ուշադրություն դարձրեք, ես ունեմ էքստրա չոր մարմնի մաշկ, սա կարող եք գնել Երևանի Body Shop-ից, ես այնտեղից եմ գնել, այս շարքի մարմնի կարակն էլ կա, եթե չեմ սխալվում, մարմնի սպրեյն էլ կա, բայց իմ ֆավորիտը մարմնի յոգուրտն է։ Ես ամռանը շատ եմ սիրում փայլիկներով կրեմներ, ինչ որ դեկոլտեի համար, մարմնի համար, ոտքերի համար ու շատ եմ սիրում զագարի էֆեկտով ու փայլիկներով կրեմներ։ Ու ուզում եմ ձեզ հետ կիսվել այս Կամալի բրենդի մարմնի յուղով, յուղեր ինքը, ուզում եմ հիշեի կրեմեր, թե յուղ։ Ինքը ունի իրականում 3 գույն, ինձ մոտ գույնը Golden Sand, այդպես է կոչվում, սա եւս պատվիրել եմ Wildberries-ից, էլի արտիկուլը կթողնեմ նկարագրության բաժնում։ Ինքը ունի նախ ասեմ, ինքը ունի sense վանիլային շատ անուշ հոտ։ Մենակ մի հատ մինուս ունի, ինքը տպվում է շորերի վրա ու լաքաներ է թողում, բայց այդ լաքաները շատ հեշտ անցնում են, օրինակ ես ծնունդիս սպիտակ շոր էի հագել ու այս դեկոլտեի մասը ամբողջովին այս կրեմն էի քսել, լրիվ տարածվել էր շորից, բայց լվացի անցավ, չգիտեմ։ Ուզում եմ sense ձեռքիս վրա ցույց տամ, որ հասկանաք ինչ եմ ասում։ Նայեք, ինքը ունի համ sense զագարի էֆեկտ, համ էլ շատ սիրուն փայլիկներ, նայեք, ինչ սիրուն է փայլում։ Այս վառած է ձեռքս։ Մի խոսքով ամռան համար շատ սիրուն է ինքը ու առհասարակ, օրինակ դեկոլտեն ապրաբատվեց անելու համար, նամանավանդ արևայրուքով շատ սիրուն է լինում։ Սրա եւս 2 գույնը կա, մեկը կարծեմ sense մի տեսակ ռոզովի պատտոնով է, մյուսը sense արծաթագույն։ Ես ճիշտն ասած սկզբից արծաթագույնն էի ուզում, բայց քանի որ ես պատվիրել էի, որ հանգստի գնայի այդ նպատակով, մտածեցի, որ զագարի էֆեկտով ավելի սիրուն կլինի։ Մի խոսքով, եթե սիրում եք sense փայլիկ-մայլիկներ, անպայման պատվիրեք ու փորձեք։ Ու մարմնի խնամքի հետ կապված ուզում եի ձեզ հետ կիսվել իմ 2 ֆավորիտ մարմնի սպրեյերով։
Առաջինը Sol de Janeiro-ի 62-ն է, սա շատ հայտնի է, կարծում եմ շատերդ կիմանաք, ինքը ունի շաքարի, կարամելի, վանիլի հոտ։ Եթե քաղցր հոտեր չեք սիրում, չեմ կարծում սա կհավանեք, ես այնպես չի, որ քաղցր հոտեր սիրում եմ, բայց սա շատ լավն է։ Ինքը սենց ոնց որ կաֆեինյայի հոտ գա ինձ համար։ Իսկ սա նաև սիրում եմ օգտագործել որպես մազերի սպրեյ։ Այն մազերից շատ երկար մնում է։ Բայ շատ եմ սիրում այս հոտը։ Նաև այս Sol de Janeiro-ից ես շատ եմ սիրում վարդագույնը, չեմ հիշում թիվը որն էր, այդ վարդագույնն էլ ունի, եթե բակարա ռուժ օծանելիքը սիրում եք, շատ նման է բակարա ռուժի, սենց վառած շաքարի, շատ անուշ հոտ ունի։ Չնայած նրան, որ ինքը համարվում է մարմնի սպրեյ, ինքը բավականին երկար մնում է։ Ու ես լսել եմ, որ նաև Sol de Janeiro-ն ունի արդեն օծանելիքներ։ Ես ճիշտ ասած Կիպրոսի duty free-ում իրանց ստենդի մոտ երկար ժամանակ կանգնելուց եւ փնտրելուց հետո չգտա իրանց օծանելիքները, բայց եթե չեմ սխալվում, օծանելիքները սենց կարակի յուղի տեսքով են, եթե չեմ սխալվում, ես տենց չեմ սիրում։ Ես սիրում եմ սենց լողանալ դուխիով, օծանելիքով։ Եվ հաջորդը, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, հաջորդ մարմնի սպրեյը, որ ձեզ ուզում եմ ցույց տալ, դա Bath and Body Works-ի Warm Vanilla Sugar Spray-ն է։ Իրականում այս հոտերը այս երկու շատ նման են, բայց ես այս մեկը ավելի շատ եմ սիրում։ Բայ շատ լավն է։ Էս էլ ունի սենց գիտեք ինչ հոտ է Իրանից գալիս, ես չգիտեմ ինչի իրան ասոցացնում եմ, ինչ որ սենց նոր տարվա հետ, որ սենց դրսում ձյուն է գալիս, ներսում սենց տաք է, ինչ որ սինաբոններ կան, դուխովկայում սենց իրանց հոտը սենց տարածվել է տանը։ Եթե սիրում եք տենց հոտեր, անպայման ձեռք բերեք։ Ես այդքան լավ չեմ հոտեր նկարագրելուց, բայց կարծում եմ այս մի հոտը շատ լավ նկարագրեցի ու պատկերացրիք ինչ հոտ է։ Ու հաջորդ իմ ֆավորիտ մարմնի սպրեյը դա Victoria's Secret-ի Tease-ն է։ Սա ունի լրիվ ուրիշ հոտ է երկուսից։ Ինքը ավելի շատ սենց ծաղկային, թարմ հոտ է ու սրա հոտը բավականին երկար է մնում։ Ես մազերիս եմ սիրում այս հոտը անել ու մազերիցս ամբողջ օրվա ընթացքում ես այս հոտը առնում եմ։ Եթե սիրում եք սենց թարմ ծաղկային հոտեր, անպայման սրան էլ ուշադրություն դարձրեք, եթե չեմ սխալվում, սրա պարֆյումներ կա։ Բայց ես պարֆյումը այդքան չեմ սիրում, ոնց որ որպես սպրեյ, որպես թեթև հոտ ինքը լավն է պարֆյումի հետ խառնելու համար, բայց հենց հիմնական պարֆյում որպես սա չեմ օգտագործի, քանի որ ես չեմ սիրում ծաղկային հոտեր, այդքան չեմ սիրում, չգիտեմ։ Եվ չխոսեցի իմ ամենասիրելի պրոդուկտներից մեկի մասին, մոռացա ասեմ ձեզ, ամենասիրելի մարմնի սկրաբն է Biotal բրենդից, ինձ մոտ Sea Salt Scrub Coconut Vanilla հոտն է։ Ինչպես տեսնում եք, ես շատ եմ սիրում վանիլայի հոտ։ Սենց բացեմ ձեզ ցույց տամ իր տեքստուրան, ինքը աղային սկրաբ է։ Ինքը ունի շատ յուղոտ տեքստուրա։ Ես ունեմ շատ չոր մաշկ, ինքը այնքան խորն է խոնավեցնում իմ մաշկը, որ անգամ ես կարիք չեմ ունենում լոգանքից հետո, երբ որ օգտագործել եմ սա, օգտագործեմ մարմնի որևէ խոնավեցնող։ Ինքը մարմնին հաղորդում է շատ սիրուն, սենց glowy էֆեկտ, բայց եթե դուք չեք սիրում այդ յուղոտ էֆեկտը, շատ խորը խոնավեցած մաշկի էֆեկտը, կարծում եմ սա չեք հավանի։ Կթողնեմ նկարագրության բաժնում, սա էլ է Wildberries-ից։ Եվ եկեք անցնենք արդեն մաշկի խնամքին։ Ուրեմն մաշկի խնամքի իմ all-time favorite պրոդուկտներ Skin 1004-ի այս երկու պրոդուկտները ու առհասարակ այս լայնը իրանց։ Այս տոները կոչվում է Probiotica Essence Toner։ Ինքը ունի շատ խիտ տեքստուրա ու շատ խորը խոնավեցնում է մաշկը ու նաև ինքը վերականգնում է մաշկի բարիերը ու սնուցում է մաշկը։ Ես ունեմ շատ զգայուն մաշկ ու այս մասերս շատ չոր մաշկ, կոմբինացված է իմ մաշկը, այս ճակատիս տեզոնան ու քիթս շատ յուղոտ է, իսկ այս մասերս շատ չոր։ Ու ես շատ երկար տարիներ չեմ գտել իմ մաշկին համապատասխան ոչ կոմեդոգեն, ճիշտ եմ ասում, չգիտեմ մի խոսքով, ոչ կոմեդոգեն խնամք, իսկ Skin 1004-ի ամբողջ խնամքը, եթե չեմ սխալվում, ոչ կոմեդոգեն է։ Տեզոնայում բոլոր պրոդուկտներից շատ հեշտ առաջանում էր կոմեդոններ, իսկ այս մասերս եթե օգտագործում եք օրինակ մի քիչ ագրեսիվ պրոդուկտներ պարունակող խնամք, օրինակ դա կլիներ ռետինոլ, դա կլիներ ինչ-որ թթուներ, միանգամից մաշկիս բարիերը, պաշտպանիչ բարիերը չէր դիմանում կոպիտ ասած ու դրանից առաջանում էին ինչ-որ բորբոքումներ ու ես չէի հասկանում դա ինչից է ու էլ ավելի էի գրգռում մաշկս ու ունեի օրինակ այս տեսքը նկարը կդնեմ ու չէի հասկանում դա ինչից է ու շատ տարիներ տանջվելուց, շատ պրոդուկտներ փորձելուց հետո գտա Skin 1004-ը ու մի բան էլ ասեմ, 2-3 օր փորձելուց հետո դուք չեք կարա
անգամ 2-3 շաբաթ փորձելուց հետո դուք չեք կարող ասեք խնամքը ձեզ համապատասխանեց, թե չէ, ես շատ երկար եմ օգտագործել սա, որ հասկանամ, որ սա ինձ համապատասխանում է մոտավորապես 1.5-2 ամիս հետո հասկացել եմ, որ մաշկս համեմատաբար ավելի է լավացել ու մի տարի հետո ես հասկացել եմ, որ մաշկս շատ ավելի լավ է, քան օրինակ 2 տարի առաջ էր, քան մի տարի առաջ էր։ Ու մի բան էլ ասեմ ձեզ, շատ կարևոր, խնդրում եմ ինքնաբուժությամբ մի զբաղվեք, ձեզ դիագնոստիկա մի արեք, Instagram-ում, TikTok-ում, շատ հարթակներում ինչ որ խորհուրդներ են մարդկանց տալիս ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, անում դա լինում է գովազդ, թաքնված գովազդ, որ դուք չեք էլ հասկանում դա դիտելիս, որ դա գովազդ է։ Շատ դեպքերում այդ խորհուրդները տալիս են այն մարդիկ, ում վճարված է տվյալ պրոդուկտը գովազդելու համար, ու պետք չի լսել այն մարդկանց, ովքեր որ պրոֆեսիոնալ չեն, ովքեր որ դերմատոլոգ չեն, անգամ լիքը դերմատոլոգներ էլ կան, որ օքեյ, խորհուրդներ են տալիս եւ այլն, բայց դուք on-line չեք կարող հասկանալ ձեր մաշկի խնդիրը կամ դիագնոստիկա ինչ որ մեկը ձեզ տա on-line։ Անպայման գնացեք լավ մաշկաբանի մոտ, խորացած մաշկի խնամքի հետ կապված, բայց ինձ թվում է օգտակար ինֆորմացիա տվեցի ձեզ եւ ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ ֆավորիտ խոնավեցնողով, սա արդեն իմ երևի թե թվով 5-րդ բանը չկանա, որ վերջանում է, դեռ չի վերջացել, ես նոր եմ գնել, կրկին այդ շարքի, պրոբիոսիկա շարքի, պրոբիոսիկա էր, միշտ խառնում եմ, պրոբիոսիկա շարքի կրեմն է, որը ունի շատ սենց խիտ տեքստուրա, շատ խորը խոնավեցնում է մաշկը, ես սա օգտագործում եմ եւ ցերեկը, եւ գիշերը, քանի որ հիմա ամառ է ու առհասարակ միշտ պետք է SPF օգտագործել, բայց նամանավանդ ամռանը ամեն օր ես ուզում եի կիսվել նաև իմ ֆավորիտ SPF-ով, իմ ֆավորիտ SPF-ներից մեկը Skin 1004-ի SPF-ն է ու նաև ես շատ սիրում եմ, ինչպես տեսնում եք, շատ եմ սիրում այս պրոդուկտը, Beauty of Joseon-ի, այս հայտնի մոռացա ուզում եմ խոնավեցնող SPF-ն է։ Այս SPF-ի մասին ես շատ ինչ-որ հակասական կարծիքներ եմ լսել, բայց ինձ համապատասխանել է այս SPF-ը, այս SPF-ը օգտագործելիս ես օրինակ էլ խոնավեցնող չեմ օգտագործում, նամանավանդ մեյքափի տակից, ուղղակի տոներ եմ օգտագործում ու հետո այս SPF-ը ինքը համ խոնավեցնում է մաշկս, համ պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ու նաև ես հետ ուզում եի կիսվել այս պրոդուկտով La Roche-Posay-ի Cicaplast B5 խոնավեցնող սպրեյը, որը իր մեջ նաև պարունակում է 5%-անոց պանտենոլ։ Սա մաշկը վերականգնող ու խորը խոնավեցնող սպրեյ է, որը ես սովորաբար օգտագործում եմ առավոտյան ու իրեն շատ հարմար է օգտագործելը, քանի որ ինքը սպրեյ տարբերակով է։ Ես նաև իրեն վերցրել էի ինձ հետ հանգստի ու մի օր, չգիտեմ ոնց, դեմքս շատ ուժեղ սենց վառվել էր։ Այս սպրեյով ես շատ արագ վերականգնեցի իմ մաշկը։ Սա կամ AKG-ից կամ Alpha Pharmacy-ից եմ գնել, այդ երկուսից մեկն էր, կոնկրետ չեմ հիշում, Wildberries-ում չունեմ սրա արտիկուլը։ Ու վերջում ուզում եմ ցույց տալ իմ ֆավորիտ շուրթունքները խոնավեցնող պրոդուկտը։ Դա սովորական շուրթերի համար նախատեսված վազիլինն է, ինձ մոտ ոնց որ, կոկոսի յուղով է։ Նախ ասեմ, որ ինքը շատ լավ հոտ ունի, վաճառվում է բոլոր Երևան City ցանցերում, նաև մի տարբերակ էլ ունի, մի քիչ թինթով, էդ էլ եմ շատ սիրում։ Սա միակ պրոդուկտն է, որը իմ շուրթերը վերականգնում է, որովհետև ես ունեմ շատ չոր շուրթունքներ ու շատ երկար տարիներ լիքը բաներ եմ փորձարկել։ Շատ պրոդուկտներ օգտագործելուց հետո ես հասկացա, որ ամենալավը իմ շուրթերը խոնավեցնում է միայն այս վազիլինի սովորական շուրթերը խոնավեցնող յուղը։ Ու վերջում ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ այս ամսվա, միայն այս ամսվա ֆավորիտ կոսմետիկ պրոդուկտներով։ Առաջին պրոդուկտը, որի մասին որ ուզում եմ խոսել, դա L'Oreal-ի True Match Skin Tint-ն է, Skin Tint-ը թե Skin Serum, Skin Serum մի խոսքով։ Սա ինձ համար ամռան необходимый պրոդուկտ է։ Այս ամռան իմ ամենասիրելի տոնային կրեմն է։ Հիմա էլ այդ տոնային կրեմն եմ ես սկսել։ Ինքը ունի միջին ծածկողականություն, թեթևից դեպի միջին գնացող ծածկողականություն։ Ինքը իրականում սերում ու տոնային է, այսինքն թինթով սերում է, ունի glow effect։ Եթե չեք սիրում glow effect, եթե մատովի էֆեկտ եք սիրում, հաստատ չեք հավանի։ Եթե դուք էլ ինձպես սիրում եք glow effect, sense փայլուն առողջ մաշկի էֆեկտ, անպայման սա փորձեք։ Ինքը բավականին երկար մնում է օրվա ընթացքում, որովհետև ես շատ եմ փորձել ինչ որ թինթից սերումներ, շատ եմ փորձել skin tint-եր, հիմնականում իրանք չեն մնում օրվա ընթացքում, ու sense ցեխ են դառնում, նամանավանդ SPF-ից հետո ու նամանավանդ շոքին, բայց այս տոնային ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, այս տոնայինը
100% recommended, անպայման փորձեք։ Հաջորդ պրոդուկտը, որը դարձել է իմ ֆավորիտը այս ամսվա ընթացքում, դա Chic Studio-ի Loose Powder-ն է, ռեսեպչտի պուդրան է։ Երեխեք այս պուդրան բացի այն, որ շատ լավ ֆիքսում է դիմահարդարումը, ես շատ կարևորում եմ, որ դիմափոշին շատ մատովի չլինի։ Ես չեմ սիրում, որ պուդրան սենց երևում է դեմքի վրա, սենց մատովի պուդրա ընդհանրապես չեմ սիրում։ Դուք էլ ինձպես չեք սիրում սենց շատ մատովի էֆեկտ, անպայման ուշադրություն դարձրեք այս պուդրային։ Հաջորդ պրոդուկտը L'Oreal-ի Panorama տուշն է։ Միշտ օգտագործել եմ այս տուշի մուգ շագանակագույնը ու չեմ էլ հասկացել, որ դա մուգ շագանակագույն է, ոչ թե սև։ Ու այս վերջերս Կիպրոսի Duty Free-ից գտա սև տարբերակը։ Հայաստանում էլ կա այս նույն տուշի սև տարբերակը, բայց ես չգիտես ինչի միշտ ոսկեգույնն եմ վերցրել, մտածել եմ դա է սևը։ Եվ սև տարբերակը գտնելուց հետո այլևս չեմ վերադարձել dark brown-ին։ Այս մի տարբերակը ավելի է ընդգծում թարթիչները ու ավելի է երկարացնում թարթիչները։ Ես ունեմ շատ նոսր, կարճ թարթիչներ ու հիմա այդ տուշն եմ օգտագործել ու ինքներդ էլ տեսնում եք ինչքան սիրուն է թարթիչները ընդգծել։ Ինքը նաև շատ բյուջետային տարբերակ է։ Չասացի, որ նաև L'Oreal-ի Skin Tint-ը որ ցույց տվեցի, դա էլ է բյուջետային տարբերակ։ Այդ պրոդուկտները ավելի ճիշտ որ ուզում եմ ցույց տալ, երեքն էլ շուրթունքների համար նախատեսված պրոդուկտներ են։ Ուրեմն առաջինը աշխարհի ամենասիրելի Kiko-ի 36 համարի մատիտն է, որը ունի սառը երանգ, ոնց բացատրեմ, ոչ թե սառը, ասենց մանուշակագույն երանգ ինքը ունի, որտեղ սովորաբար սառը երանգները տենց են լինում, չէ՞, ասենց մի տեսակ մանուշակագույն են լինում, չէ, ինքը ունի իդեալական սառը նյուդվի շագանակագույն երանգ ու զագարի հետ ինքը շատ սիրուն է լինում ու բավականին երկար մնում է օրվա ընթացքում։ Ես սա նվեր եմ ստացել, ինչպես տեսնում եք, արդեն ինքը sense պուճուրիկ է դարձել։ Անպայման նորը ձեռք եմ բերելու։ Հաջորդը, որ ուզում եմ ցույց տամ, Փարիզա, չգիտեմ ոնց է իր ճիշտ արտասանման ձևը, բրենդի այս մատիտն է։ Շուրթունքի մատիտն է, համարը ինձ մոտ 416, այ ինքը ունի հենց մանուշակագույն երանգ։ Ես սիրում եմ շուրթունքներս ընդգծել այս մատիտով, իսկ մեջը արդեն, ավելի շուտ ոչ թե մեջը, այլ այս մատիտը տարածել այս մյուսով։ Ու ես ստանում եմ իմ իդեալական նյուդովի երանգը։ Ու ուզում եմ նաև կիսվել, այս ոչ թե այս ամսվա ֆավորիտն է, այլ all time favorite-ը, Huda Beauty-ի lip marker-ը։ Ինձ մոտ երանգը, մի րոպե, ասեմ, soft nude։ Ես իրան շատ եմ սիրում օգտագործել, երբ որ no make-up եմ անում, իրանով կարելի է շատ գեղեցիկ շուրթունքները ընդգծել, անգամ երբ որ make-up եմ անում, անպայման մի հատ ASMR-ը սենց ընդգծում եմ սրանով, իրա այս մատիտով ինչ շուրթերի ֆորմա ուզեք, կարաք նկարեք ու ինքը ամբողջ օրվա ընթացքում մնում է։ Ու վերջին պրոդուկտը, որով որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, դա Sephora Collection-ի Cheek and Lip Tint-ն է։ Մինչև սա իմ ֆավորիտ lip tint-ը Benefit-ի Bene Tint-ն էր, բայց այս սրա հայտնվելուց հետո այդ Benefit-ի մասին էլ չեմ հիշում։ Սա ես կրկին նվեր եմ ստացել։ Ինչ ընկերուհիներ ունեմ, ինձ ինչ նվերներ են անում, որը ասում եմ նվեր եմ ստացել, այդ բոլորը ընկերուհիներս են ինձ նվիրում, երբ որ արտերկիր են գնում, մենք իրար տենց լավ նվերներ ենք անում։ Ուրեմն այս lip tint-ը ունի շատ սիրուն երանգ, երանգը 03, կոչվում է Berry Burst։ Հենց հիմա այդ երանգն եմ օգտագործել շուրթունքներիս մեջտեղում։ Ինքը ունի վիշնյովի, սենց շատ սիրուն, մի քիչ մանուշակագույն գնացող երանգ ու շատ երկար է օրվա ընթացքում մնում ու չի չորացնում շուրթերը։ Ես lip tint-եր շատ եմ սիրում, բայց հիմնականում lip tint-երը իմ շուրթերը չորացնում են, այս մեկը չի չորացնում։ Եվ վերջ, այսքանն էին իմ վերջին մի քանի ամսվա ֆավորիտ պրոդուկտները, որով որ անպայման ուզում էի ձեզ հետ կիսվել, հուսով եմ հետաքրքիր էր, եթե մինչև հիմա նայում եք, շատ շնորհակալ եմ։ Խնդրում եմ մի մոռացեք իմ ալիքին հետևել, եթե դիտում եք իմ վիդեոները, մի մոռացեք վիդեոներիս լայք դնել, ինձ հետևել նաև Instagram-ում, այստեղ կթողնեմ Instagram-իս անունը։ Բոլորին շատ շնորհակալ եմ, ովքեր որ դիտում են իմ վիդեոները եւ ինձ subscribe են եղել, շատ գնահատում եմ, իսկ ովքեր որ դեռ չեն եղել, անպայման subscribe եղեք իմ ալիքին, որպեսզի մենք արդեն դառնանք 1000 հետևորդ։ Հուսով եմ օգտակար էր։ Bye.